Star News-ը առանձնացրել և ներկայացնում է շոու բիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները բոլոր մանրամասներով։ Մովսես Երեմյանի հետ բացառիկ հրապարակումից հետո Անի Երանյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հանդես է եկել նոր լուսանկարներով, դրանց գցելով մի կատարում, որի բառերը հետևյալն էին. «Չգիտեմ, թե ինչ է տրված մեզ երկնքում, բայց կյանքը պետք է գեղեցիկ ապրել»։ Մի քանի տարի առաջ կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով դերասանուհի Լուիզա Ղամբարյանը կորցրեց ամուսնուն ու մայրիկին։ Այս անգամ անդրադառնալով իր համար բավականին դժվար այդ թեմային, Լուիզան ինստագրամյան իր էջի սթորի բաժնում հրապարակել էր մայրիկի երիտասարդ տարիներից մի լուսանկար, դրանքից գրելով. «Առանց քեզ շատ դժվար է, մամ, բայց ինձ երկնքից էլ ուժ ես տալիս ու այդ ուժով հաղթում եմ կյանքին, բայց պարտվում եմ կարոտիդ։ 4 տարի առաջ ննջեցիր հավետ, կարոտել եմ, մամա ջան», նշել էր դերասանուհին։ Հաղորդավար Հրաչ Մուրադյանը, ով այս շրջանում գտնվում է հայրենիքում, ինստագրամյան իր էջի սթորի բաժնում նոր լուսանկար էր հրապարակել դստեր միայի մասնակցությամբ, դրանքից գրելով. «Եթե գժվեմ, չզարմանաք»։ Խորհրդային և ռուսայտնի դերասան Միխայիլ Բայարսկին հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգում ներկայացման ժամանակ ընկնելուց հետո։ Արտիստը ներկայացման ժամանակ սայթաքել է և մոտ 3 մետր բարձրությունից ընկել մեջքի վրա։ Դրա հետևանքով դերասանը ստացել է լուրջ վնասվածքներ, այդ թվում ողերի կոտրվածքներ և կապտուկներ։ Երգիչ Գևորգ Մկրտչյանն ու կինը Քրիստինա Հովհաննիսյանը նշում են ամուսնության 1 տարին։ Օրվա առթիվ Քրիստինան հրապարակել էր լուսանկարներ, դրանցից գրելով. «Այսօր մեր սիրո տոնն է։ 1 տարի առաջ այսօրը մեր եսերը միավորվեցին ու դարձան մենք։ Անցել է 1 տարի լի ամեն տեսակ զգացմունքներով, հիացմունք, գրկախառնություններ, լռություն, երբ խոսքերն ավելորդ էին ծիծաղ և ոչ մի վախ չկա աշխարհում։ Մենք եղել ենք իրար կողքի և ամեն պահի։ Սերը մեզ համար բառ չէ, դա մեր աչքերում է, մեր ձեռքերի ջերմության մեջ, մեր հիշողություններում ու ապագայի բոլոր երազանքներում։ Այսօր մենք կրկին ասում ենք միմյանց. շնորհակալ եմ քեզ, որ կաս ու իմ կողքին ես, քեզանով է միայն իմ կյանքը ամբողջական»։ Տեսեք որդիներ, Սուրբ եկեղեցի եկեք։ Անեմ աղունիկներին։ Եվս մոտեցիք եք, մի վախեցի, հետեք ժողդ, հետեք։ 3, 2, 1 Գնաց։ Հետ անին գերս։ Մի վարկյան, ծրծրեք։ 3, Դրոմիկա։ 3, 2, 1 Գնաց։ Չեղավ հետ կանչեք։
Ատել է ձեր հաղորդումը, շատ ուրախ եմ, որ ես եմ ներկա գտնվում։ Հիմա նկարում եմ մեքենա։ Ով է տարել մեր գեղեցկուհու գոշիկը։ Բերեք, բերեք։ Արի, արի։ Տամ գոշիկը։ Սաղ նկարենք ես կմիլը, սաղ նկարենք ես կմիլը սաղել է եղան։ Հերրապսմեն է, հերրապսմեն է։ Այսօր մենք հավաքվել ենք շուրջը հարսի, մեր թագուհու մեր անամանը վարույսի, ջերմակ է շորը, դու բախտավոր ես, այսօր քո եղան սեսուհին, իրոն հարսի, այսօր է ծոր է, ու կարևոր է, քո աչքերում հարատ է շողահարևը, այսօր է ծոր է, ու կարևոր է, լինի ուրախ հարսանիք ու երջանիկ, ջերմակ է հարսի շորը, բայց առաստի պես լուսավոր են, շնորհավոր է հարսի շորը, սակը տխի բախտավոր է,